Երիտասարդ դերասանուհի Էմմա Մկրտչյանն այս շրջանում նկարահանվում է Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում է Լիլիթին։ Նրա կերպարը բացասական է, և հեռուստադիտողների մի մասը դժվարանում է կերպարն ու անձին իրարից տարբերակել, այդ պատճառով դերասանուհին երբեմն ստանում է անձնական վիրավորանքներ։ Բայց նա այնքան լավ է մարմնավորում իր կերպարը, որ հեռուստադիտողները հասցրել են չսիրել նրան, իսկ դա խոսում է նրա տաղանդի մասին։ Երևանի դրամատիկական թատրոնի դերասանուհի Էմմա Մկրտչյանը և ժողովրդական երգերի կատարող Մավր Մկրտչյանը ազգականներ են։ Դերասանուհին տարիներ առաջ «Բրավո AM»-ին ասել էր, որ Մավրն իր հորեղբոր որդին է։ Երկուսս էլ Ջավախքի Մերենիա գյուղից ենք, շատ մտերիմ ենք, սիրում ու հպարտանում ենք իրարով, բայց ցավոք զբաղված առօրյայի պատճառով հաճախ չենք հանդիպում։ Երբ Մավրը ժողովրդական երգիչ հաղորդմանն էր մասնակցում, ավելի հաճախ էինք հանդիպում ու քննարկում ելույթը կամ էլ այդ օրվա համերգը, պատմել էր Էմման։ Դերասանուհին եղբոր կատարումների մեծ երկրպագուն է, այդ շրջանում դարձել է իր ժողովրդական երգիչ նախագծի մշտական հանդիսատեսը։ Նրա երգացանկի բոլոր երգերն էլ ինձ հոգեհարազատ են, բայց ամենաշատը սիրում ու ամեն անգամ փշաքաղվում եմ, երբ կատարում է Սայաթ Նովայի, Դարդ Միանի և Կոմիտասի «Տեր ողորմեա» երգերը։ Թող չափազանցված չհնչի, բայց Մավրի աստվածատուր ձայնից կատարսիս եմ ապրում։ Իմ նշանադրությանն էլ Մավրն իմ ամենասիրելի երգերից մեկը «Հեյ հոգի ջան» երգը կատարեց։ Զրուցել ենք նաև Մավրի հետ, նա կարծում է քույրը դերասանուհու բնատուր տաղանդ ունի։ Նա մեծ շնորհով է օժտված։ Ոչ թե իմ քույրն է դրա համար եմ ասում, այլ իրոք լավ դերասանուհի է։ Որպես եղբայր, ով պատասխանատու է քրոջ համար, հանգիստ եմ, նա գտել է իր տեղն ու լավ գիտի իր չափը։ Ժամանակի սղության պատճառով երգիչը ոչ միշտ է կարողանում հետևել Էմմայի ներկայացումներին։ Վերջին շրջանում հաճախ ենք պայմանավորվում թատրոնում հանդիպել, բայց զբաղվածությունս թույլ չի տալիս։ Կփորձեմ բացը լրացնել, եզրափակել էր Մավրը։ Ընտրեցի դերասանուհու մասնագիտությունը, քանի որ այլ երազանք պարզապես չունեի։ Առաջին զանգի միջոցառմանը մի քանի դեր էի խաղում ու հասկացա, որ ուզում եմ միշտ լինել բեմում։ Թերթ Life-ի հետ զրույցում պատմել է դրամատիկական թատրոնի դերասանուհի Էմմա Մկրտչյանն, ում հեռուստադիտողը մինչև օրս հիշում է «Դեբեդի գաղտնիքը» հեռուստասերիալից և «Կինստագրամ» սիթքոմից։ Հայկական ավանդական ընտանիքներում աղջկա դերասանուհի դառնալու ցանկությունը ոչ միշտ է գոհունակության արժանանում։ Էմմա Մկրտչյանի դեպքում այդպես չեղավ։ Ծնողներս սիրով ընդունեցին իմ որոշումը, որովհետև իրենք էլ շատ սիրում էին թատրոնն ու արվեստում լինելը նրանց չիրականացած երազանքն էր։ Ես որոշեցի կյանքի կոչել դա, անկեղծացել է դերասանուհին։ Էմմա Մկրտչյանը սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ռեժիսոր Արմեն Խանդիկյանի արվեստանոցում։ Քանի որ Արմեն Խանդիկյանի արվեստանոցում էի սովորում, դերասանի վարպետության դասերը հիմնականում թատրոնում էին լինում, ծանոթ էի բոլոր ներկայացումներին, խաղացանքն անգիր գիտեի։ Մի օր դերասանուհիներից մեկը վնասել էր ոտքը, ինձ առաջարկեցին նրա փոխարեն արագ ներմուծվել ներկայացման մեջ, ու դա եղավ իմ կարիերայի սկիզբը, պատմել էր մեր զրուցակիցը։ Նրա խոսքով, երբ ուսանողական տարիներին արդեն խաղում էր թատրոնում, դա երբեմն շատերի համար բամբասանքի առիթ էր դառնում։ Մինչև հիմա էլ դա կա, եթե դերասանուհի ես, արդեն պիտակավորում են, ծանոթով ես, ազատ ես, ամեն ինչ, բացի նրանից, որ կարող է ամեն դեպքում տաղանդի պատճառով են ընտրել, դա դիտարկում են վերջին տեղում, թերթ Life-ի հետ զրույցում նշել էր դերասանուհին։ Էմմա Մկրտչյանի խոսքով, հեռուստադիտողը մինչև հիմա իրեն հիշում է «Դեբեդի գաղտնիքը» հեռուստասերիալից ու «Կինստագրամ» սիթքոմից։ Խոսելով հայկական սերիալներում ներգրաված լինելու և նրանց որակի մասին, նա նշել է, որ սիրում է իր աշխատանքն ու սերիալին չի վերաբերվում «դե գործ է, անում ենք» կամ «փող ենք աշխատում»։ Ամեն դեպքում քո դեմքն է երևում, չպետք է լինես վատը։ Փորձում եմ լինել հավաստի ու փոխանցել հեռուստադիտողին կերպարիս էմոցիաները, ասում է դերասանուհին, ով այս փուլում նկարահանվում է «Վերջին զանգը» հեռուստասերիալում։ Մարմնավորում եմ Լիլիթի կերպարն ու շատերը նույնիսկ ասոցացնում են ինձ կերպարի հետ, մտածում են կյանքում էլ եմ այդպիսին, չգիտեմ դրանից ուրախանամ, թե տխրեմ։ Ամեն դեպքում, եթե հավատում են խաղին, ուրեմն ինձ մոտ ինչ-որ բան ինչ-որ չափով ստացվել է։
Կարողացել եմ կերտել կերպարը, իսկ դա չէր լինի, եթե չսիրեի իմ մասնագիտությունը, ընդգծել է Էմմա Մկրտչյանը։ Դերասանուհին հասցրել է նկարահանվել նաև կրիմինալ ժանրում, խաղացել է Սուրբը 2 սերիալում։ Շատ հաճելի համագործակցություն էր Սուրբը 2 նախագծի հետ։ Առաջին անգամ էի կրիմինալ ժանրում աշխատում, շատ սիրեցի թե կերպարային գիծը, թե ստեղծագործական մթնոլորտը։ Մալենան իմ առաջին ռիսկային դերն էր, որի շուրջ երկար մտածել ու տրամադրվել եմ, պատմել է Էմմա Մկրտչյանը։ Իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձին, նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին եւ ոչ միայն։ Տեսանյութի մեկնաբանություններ բաժնում էլ անպայման գրիր, թե արդյոք քեզ դուր է գալիս դերասանուհու խաղը եւ Լիլիթի կերպարը եւ ինչ եք կարծում, ինչպիսի վերջաբան է ունենալու Լիլիթի կերպարը։